Ողջույն, շնորհ եւ խաղաղություն։ Բարի գալուստ Քրիստոսը կենցանի է ավետարանական եկեղեցու հաղորդաշարին։ Սա քրիստոնեական ավետարանական հաղորդաշարը մի եկեղեցուց, որը վերջին բողոքական բարեփոխման մաս է կազմում։ Գիտեք, որ առաջին բողոքական բարեփոխումը հիմնականում հռոմեական եկեղեցուն դերքում էր։ Վերջին ժամանակներում Աստված իրականացնում է վերջին բարեփոխումը։ Ինչի համար, որպեսզի ժողովուրդն ապրի Աստծո ճշմարտությամբ։ Ես առաքյալ Միքել Անջելոն եմ, եւ այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես է Աստված գերիշխանորեն որոշում ամեն ինչ մեր կյանքի վերաբերյալ։ Բարի գալուստ, շատ մեծ ուրախություն է, մեծ պատիվ եւ հարգանք, որ դուք ընծայում եք մեր ծառայությանը եւ իմ անձնական կյանքին։ Պետրոս առաքյալը գրում է իր առաջին թղթում։ Գիտեք, որ թուղթը գրված նամակներ էին, կամ առաքյալների կողմից գրված նամակներ են։ Առաքյալը 5 ծառայություններից մեկն է։ Աստված բարձրացրեց առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ եւ ուսուցիչներ։ Ահա թե ինչպես պետք է կառավարվի եկեղեցին, ձեր եկեղեցին, առաքյալների, մարգարեների, ավետարանիչների, հովիվների եւ ուսուցիչների կողմից։ Իհարկե, յուրաքանչյուրն ունի ծառայության իր շրջանակը, յուրաքանչյուրն ունի իր ոլորտը, ինչպես Պողոսն ասաց Կորինթացիներին ազդեցության ոլորտ, եւ այսպես Աստված կատարում է իր գործը, իր թագավորությունը այստեղ երկրի վրա։ Ուրեմն ես ուզում եմ ձեզ խոսել Պետրոսի այս առաջին թղթի մասին, երբ նա ասում է սենց առաջին գլուխ, առաջին եւ երկրորդ համարներ։ Պետրոս Հիսուս Քրիստոսի առաքյալը ընտրյալներին, որոնք պանդուխտները Հետևաբար եկեղեցին գտնվում էր տարբեր մասերում, ժողովուրդը կրոնական հալածանքի պատճառով ստիպված էր լինում տեղափոխվել այլ վայրեր։ Ուրեմն նա ասում է. ցրված պանդուխտներին Պոնտոսի, Վաղատիայի, Կապադովկիայի, Ասիայի եւ Բյութանիայի։ Այնպես որ նա կանչում է տեսեք այն մարդկանց, ովքեր տարվել էին այդ վայրեր, որոնց Աստված թույլ տվեց փախչել դատապարտումից ու հալածանքից։ Ուշադրություն, ես ձեզ համար շատ կարևոր ուղերձ ունեմ։ Նա ասում է. ընտրյալներ ըստ Հայր Աստծու կանխագիտության, հոգու սրբագործմամբ, հնազանդության եւ Հիսուս Քրիստոսի արյան սրսկման համար, շնորհ եւ խաղաղություն ձեզ շատանա։ Այս համարները չափազանց կարևոր են մեր հոգևոր կյանքի համար, հատկապես հոգևոր աճի եւ հավատքի ամրապնդման համար, որովհետեւ հենց Պետրոս առաքյալն է հստակ նշում, որ իր այս կարևոր նամակի միջոցով նա գրում է ցրված քրիստոնյաների եւ նա ասում է. ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք ընտրյալ եք, որ դուք ընտրվել եք Աստծու կողմից ըստ նրա կանխագիտության։ Այնպես որ առաջին բանը, որ ուզում եմ ձեզ ասել, այն է, որ ընտրության, նախասահմանման, կանչի, արդարացման մեջ մարդը ոչ մի մասնակցություն չունի։ Նա ով նախասահմանում է, կանչում է, արդարացնում եւ փառավորում Տերն է։ Մարդը չէ։ Ինչո՞վ։ Որովհետեւ մարդն առանց Հիսուսի, մարդկային էակն առանց Հիսուսի մեռած է մեղքերի եւ հանցանքների մեջ։ Օդի իշխանության իշխանը կուրացնում է նրան։ Նա մյուսների պես է, ինչպես բարկության որդի։ Ուրեմն որ մարդն ունի կարողությունը, որ ասի. ես ընդունում եմ, որովհետև ուզում եմ, որովհետև ես եմ որոշել։ Ոչ մեկը։ Եթե դա կախված լիներ ազատ կամքից, ասեմ ձեզ մի բան, մեզանից ոչ ոք եկեղեցում չէր լինի, մեզանից ոչ ոք չէր փրկվի, որովհետև մարմնա, որ մարդու հակումը հոգու դեն պայքարելն է։ Ուրեմն Պետրոս առաքյալը դիմում է ցրվածներին եւ հայտնում, որ Աստված իր անսահման իմաստությամբ ու անսահման գերիշխանությամբ դեռևս հավիտենությունից նախապես ճանաչեց ու ընտրեց նրանց, ովքեր իրենն էին լինելու, ովքեր իր շնորհքով փրկվելու էին։ Սա իսկապես հրաշափառ է, մի մեծ խորհուրդ, որը լցնում է մեր սրտերը անասելի երախտագիտությամբ ու հույսով։ Իմանալը, որ ես բացարձակապես ոչինչ չեմ որոշել, որ ես այն եմ, ինչ կամ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով։ Այսպես Պողոսը դիմեց գաղատացիներին. ես այն եմ, ինչ կամ, շնորհքով։ Եփեսացիներին նա ասում է. շնորհքով եք փրկված հավատի միջոցով։ Սա ձեզանից չէ, Աստուծո պարգև է։
Այպես որ եթե ես այսօր հովիվ եմ, փրկված եմ, դա այն պատճառով է, որ Աստված նախապես է սահմանել դա իմ կյանքում։ Այսպիսով մեր ընտրությունը հիմնված չի եղել մարդկային արժանինքների վրա։ Ոչ, դա այն պատճառով չէ, որ ես ունեմ որևէ հատկանիշ, որևէ շնորհ կամ մարդկային որևէ արժանինք։ Ոչ։ Աստված պարզապես ընտրում է նրան, ում ուլում է, ինչպես ուզում է, երբ ուզում է եւ ում հետ ուզում է աշխատել։ Դա կավից կախված չէ։ Դա կախված է բրոլտից։ Ուստի շատ կարևոր է, որ դուք ունենաք այս գիտելիքը, որ մեր ընտրյալ լինելը, մեր ընտրությունը, մեր փրկությունը ոչ մի կապ չունեն մարդկային արժանինքների հետ։ Իդեպ Մարտին Լյութերը եւ Ժան Կալվինը, մեծ բարեփոխիչները, ասում էին հենց սա։ Եթե մարդը կարծում է, որ ինքը որևէ մասնակցություն ունի փրկության հարցում, ապա նա չի ճանաչում Աստծուն եւ չի ճանաչում խոսքը։ Սա հենց Աստված է, որ խոսում է ձեր սրտին։ Ուրեմն դա մարդկային արժանինքների վրա հիմնված չէ։ Ոչ։ Այդ դեպքում ինչի վրա է հիմնված։ Աստվածային շնորհի վրա։ Շնորհքով դուք փրկված եք հավատի միջոցով, եւ սա ձեզանից չէ, Աստծո պարգևն է։ Հետևաբար Աստծո հավիտենական նպատակների շրջանակում նա Պետրոսին հանձնարարում է գրել եկեղեցիներին կամ այն եղբայրներին, որոնք ցլված էին, պանդուխտներ էին ցլվածության մեջ Գալաթիայում, Կապադովկիայում, Ասիայում եւ Բյութանիայում։ Սկզբում նրանք կարող էին իրենց կորած, անօգնական զգալ։ Կարծես Աստված չէր հոգում նրանց մասին, եւ Աստված օգտագործում է Պետրոսին եւ ասում. Ասա այն եղբայրներին, որոնք ցրիվածության մեջ են, որ նրանք իմ ընտրյալներն են եւ ընտրվել են ըստ իմ կանխագիտության։ Ես գիտեմ, թե ովքեր են նրանք։ Նրանց անունները գրված ունեմ իմ ափերի մեջ։ Նրանց անունները կան կյանքի գրքում։ Այսպիսով, այս հատվածը մեզ համար 21-րդ դարում ընդգծում է փրկության գործում Աստծո աշխատանքի 3 տարերը։ Մենք կարդում ենք. առանց Հիսուսի մարդը մեռած է մեղքերի ու հանցանքների մեջ։ Մարդը չի փնտրում, չկա ոչ ոք, ով ունի այդ կարողությունը։ Պողոսն ասում է Հռոմեացիներին ուղղված նամակում, թույլ տվեք, ես շատ եմ սիրում այս համարը Հռոմեացիներին 3:10։ Տեսեք։ Եվ հետևեք այստեղ, խնդրեմ, նա ասում է այսպես. ինչպես գրված է, արդար մարդ չկար ոչ մեկը, ոչ ոք չկա, որ հասկանա, ոչ ոք չկա, որ Աստծուն փրկի, ամենքը խոտորվեցին, միասին անպիտան դարձան, բարիք գործող չկա, ոչ մեկը չկա։ Ուրեմն ոչ թե մարդն է որոշում։ Առաքյալ, բայց ես միշտ լսել եմ, որ մարդն ունի ազատ կամք։ Այո, ազատ կամք, բայց ոչ փրկության համար, որովհետև հակառակ դեպքում դա Աստծո կանխագիտությունը չէր լինի։ Այդ դեպքում դա կլիներ մարդը։ Մարդն ունի ազատ կամք։ Ահա, այսօր ես կապույտ կոստյում եմ հագնելու։ Ես եմ որոշել։ Ես ուզում եմ ինչ-որ բան ուտել, ես եմ որոշում։ Ես ուզում եմ գնալ այսինչ տեղը, դա իմ որոշումն էր, բայց ինչ վերաբերում է փրկությանը ոչ, այնպես որ Աստված խոսում է առաջի հերթին Աստծո կանխագիտության նախապես ընտրության մասին։ Սա ինձ համար պարզապես մի բան է, որն այնքան թանկ է, այնքան ոգեշնչող։ Իմանալ, որ Աստված, երբ հայրս եւ մայրս մերձեցան, եւ ես ստեղծվեցի մորս արգանդում, այդ պահին ես արդեն ոչ միայն Ամիլկարի եւ Տիկին Լաուրայի որդին էի, ես Աստծո որդի էի, նախապես ընտրված էի եւ ծնվեցի որպես ոչխար առանց իմանալու։ Ես ոչինչ չգիտեի այս մասին։ Ես 21 տարի կաթոլիկ եմ ելել։ Ոչինչ չգիտեի։ Եկեղեցին երբեք կաթոլիկ եկեղեցին 21 տարվա ընթացքում երբեք ինձ չի պատմել Աստծո մեծության, Աստծո կանխագիտության, Աստծո ամենակարողության, Աստծո ամենագիտության մասին։ Ոչ։ Ես թեք։ Այնպես որ ես կարծում էի, թե ես եմ որոշում փնտրել Աստծուն։ Բայց ես բացարձակապես անկարող էի։ Ոչ ոք չկա, ով բարիք գործի, ով ընտրի, ով ասի։ Ուրեմն դա պետք է լինի Աստված։ Իսկ կանխագիտության մեջ Աստված մեզ նախապես ընտրեց։ Նա այստեղ ասում է ընտրվածներ ըստ Աստծո կանխագիտության։ Երկրորդ նա խոսում է հոգու սրբագործման մասին։ Դա նշանակում է, որ Սուրբ Հոգին, ալելույա, Աստծո Հոգին աշխատում է հնդրյալների կյանքում։
Երբ մենք հոգու կողմից առանձնացվեցինք Աստծո համար, դա շատ հետաքրքիր բան է։ Իմ դեպքում ես արդեն շատ անգամներ պատմել եմ ստեղ, դա վթար էր, ես Անգոլայում բանակում էի, մի ճամփորդության ժամանակ 2 մեքենաների բախում։ Պայթյուն եղավ, ինձ ոտ նետեց, 7 կոտրված ունեցած ոտքից ոտք, ազդրոսկր, 2 ազդրոսկր, պոչուկ, կոնք, ձեռք, դեմք։ Ես 2 տարի անցկացրի 3 զինվորական հոսպիտալներում, 20 վիրահատություն տարա, եւ իրականում դա մի անոթ էր, որն ամբողջությամբ կոտրվել էր եւ որը բրուտը իր օշմյան, սուրբ եւ ողորմած ձեռքերով նորից վերականգնեց։ Հոգու սրբագործումը նշանակում է, որ Աստված էր, որ աշխատեց իմ հոգու վրա, որովհետև ես ընտրյալ էի, որովհետև նա ինձ նախապես էր ընտրել։ Նա քեզ նախապես է ընտրել։ Ոչ, դա հիմա չի եղել, վերջերս չի եղել, դա այնպիսի բան չէր, որ դու մի օր արթնանայիր ու ասեիր, «Այս օրը այդ օրը»։ Ոչ, սա Աստծո կատարյալ ծրագիրը նախապես որոշված։ Նախքան աշխարհի հիմնադրումը, Աստված արդեն ստեղծել էր մեր հոգին, որը հետո դրեց մոր արգանդում, որը ծնեց Տիրոջ ընտրյալին, որովհետև նա էր ընտրել նրան։ Հոգու սրբագործումը Աստուծո գործն է, որը մաքրում է մեր կյանքը, չէ՞։ Այսպիսով, հավատացյալը հնազանդ է, նա ունի հնազանդություն եւ ցողում, այնպես չէ։ Տեսեք, թե ինչ է ասում Տիրոջ խոսքը։ Հնազանդություն եւ Քրիստոսի արյան ցողում։ Դա նշանակում է, որ հնազանդությունը այսօր ես կարող եմ ասել, ես Տիրոջն եմ, ես Աստծո ճանապարհներին եմ, ես հոգևոր ուղի եմ հետևում, որովհետև եղել է ցողում, այսինքն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի արյան հեղում։ Այդ պատճառով հավատացյալը հնազանդ է Աստծո կանչին եւ մաքրված է Հիսուսի արյամբ։ Ուրեմն միակ բանը, որի մեջ կարող եք բացարձակ վստահ լինել, այն է, որ եթե դուք Հիսուսին ունեք որպես Տեր, կամ այսօր կխոստովանեք նրան ամբողջ սրտով հավատալով, որ նա մահացավ եւ հարություն առավ, որ նա Տեր է, այս ամենը Աստծո կանխագիտության գործն է։ Այն հնազանդության գործը, որը մենք այժմ ազատորեն դրսևորում ենք, եւ Քրիստոսի արյան ցողման գործը։ Հիսուսի արյամբ հայտնության խոսքն ասում է. նրանք հաղթեցին նրան գառան արյամբ։ Ուրեմն կանխագիտություն բառը շատ կարևոր է, քանի որ այն գալիս է հունարեն բնագրի պրոգնոսիս բառից։ Ինչ է նշանակում պրոգնոզիսը։ Նա ասաց. ընտրված ըստ կանխագիտության, ոչ թե ըստ ազատ կամքի, ոչ թե ըստ այն որոշման, որ ես եմ կայացրել, որովհետև չկա գոնե մեկը, որ փնտրի, որ հասկանա, որ բարին գործի։ Ոչ մեկը չկա։ Ոչ ոք չէր փրկի։ Եթե չլներ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գործը, ոչ ոք չէր փրկվի։ Այսպիսով, պրոգնոզիսը, կանխագիտությունը նշանակում է Աստծո նախնական կանխավի իմացությունն ու որոշումը։ Այնպես որ պրոգնոսի հիմնական գաղափարը միայն այն չէ, որ Աստված գիտեր։ Ես երբեմն լսում եմ մարդկանց, Աստված գիտեր։ Շատերն անգամ ասում են, ինչու ենք մենք ավետարանում, ինչու ենք մենք գումար ծախսում ռադիոյի, հեռուստատեսության, արբանյակի, լրատվամիջոցների վրա։ Ինչո՞, եթե Աստված արդեն գիտեր, բանեն չէ, որ Աստված գիտեր։ Դա կնշանակեր սահմանափակել Աստծուն, բանա գիտեր։ Պրոգնոսիսի գաղափարն այն չէ, որ Աստված գիտեր ապագան, այլ այն, որ Աստված որոշել է։ Աստված որոշեց, որ իր նպատակի համաձայն մենք փրկվելու ենք։ Սա հրաշալի է։ Ես Աստծո ձեռքերում եմ, դու Տիրոջ ձեռքերում ես։ Այնպես որ Պետրոսի այս հատվածը շատ կարևոր է։ Ես շատ եմ խոսում այս մասին այստեղ, որովհետև սա մի հատված է, որն ընդգծում է հավատացյալների ընտրյալ լինելը։ Հիսուս Քրիստոսի հավատացյալը Աստծո ընտրյալը։ Այն հիմնված է Աստծո գերիշխան գիտության եւ նրա հրաշալի շնորհի վրա։ Աստծո գերիշխանությունը եւ նրա հրաշալի շնորհը սա շատ կարևոր է, որովհետեւ երբ սկսում ես ունենալ այս տեսակի գիտելիք, քո հոգեվոր աչքերը լուսավորվում են։ Դու սկսում ես հասկանալ ժառանգության հալստությունը, քո փրկությունը, Աստծո ապահովությունը։ Դու այլևս չես վախենում ոչ մի սատանայից, չես վախենում մարդկանցից, չես վախենում տնտեսությունից, դու ոչինչից չես վախենում։ Դու ունես անկործանելի եւ անխախտ դիրք։ Այն չի կարա կոտրվել, անկոտրում մերավություն։
անկոտրում Սուրբ Աստվածաշնչի գիտելիքի շնորհիվ ես պետքա վերջի խոսքը թողնեմ ձեզ սրտին նույն Սուրբ Պետրոս Առաքյալից, որտեղ նա ասում է իր երկրորդ թղթում, երկրորդ նամակում, քանի որ նրա աստվածային զորությամբ մեզ պարգևվել են այն ամենը, ինչ տանում է դեպի կյանք եւ բարեպաշտություն։ Դա Աստծո զորությամբ է։ Նա ասում է. նրա լիակատար ճանաչողությամբ, ով մեզ կանչեց իր իսկ փառքի եւ առաքինության համար։ Ասա փառք Աստծո։ Նա մեզ կանչեց իր փառքի եւ առաքինության համար։ Հենց ինքը, ասա հենց ինքը, բարձրացը հենց ինքը։ Նա քեզ կանչեց իր փառքի եւ իր առաքինության համար։ Ուրեմն եթե հենց ինքն է կանչում սիրելիս, ո՞ք կարա մեզ խլել Աստծո ձեռքերից։ Նա ասաց. իմ ձեռքերից ոչ ոք չի կարող խլել։ Ես նրանց հավիտենական կյանք կտամ, նրանք կլսեն իմ ձայնը, իմ ոչխարները։ Նա ասաց Հովհաննես 10:26-ում. դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Որովհետև եթե Աստված ուզենար փրկել բոլորին, կփրկել բոլորին։ Դա կախված չէ նրանից, ով ուզում է։ Հռոմեացիներին ուղված նամակում ասվում է. դա կախված չէ նրանից, ով փնտրում է, ով ուզում է, այլ կախված է Աստծուց, որ նա ցույց տա իր ողորմությունը։ Եվ Աստված ցույց է տալիս իր ողորմությունը։ Աստված այսօր գտավ քեզ հերոստալիքի միջոցով, Աստված փնտրեց քեզ այս վերակենդանացման բաժանմունքում, այս բանտում, այս հիվանդանոցում, այս կլինիկայում, այս սարսափելի իրավիճակում, որ դու ապրում ես, հուզական առումով, նույնիսկ մահվան զգացում ես ունեցել, ինչ որ մեկը, ով մասնակցում է հաղորդմանը, ասում է, ես ուզում եմ վերջ տալ իմ կյանքին, որովհետև այլևս չեմ կարողանում ապրել։ Հիմա դու գիտես, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Նա կանչեց մեզ իր իսկ փառքի համար։ Հենց նա ազատ կամք գոյություն չունի, որտեղ է Աստվածաշունչը։ Աստվածաշնչում ազատ կամք արտահայտությունը գոյություն չունի, գիտեիք այդ մասին։ Գոյություն չունի։ Մարդիկ են լրջակում ազատ կամքը, որը Աստվածաշնչում չկա։ Հենց նա է, որ կանչեց մեզ։ Ներողություն, սա պետք է գա նրա լիակատար ճանաչողությամբ, ով կանչեց մեզ իր փառքի եւ առաքինության համար, որոնցով մեզ տրվել են նրա թանկագին եւ մեծագույն խոստումները, որպեսզի դրանցով դուք դառնաք աստվածային բնության հաղորդակիցներ, ազատվելով աշխարհում եղած կրքերի ապականությունից։ Եվ նա ասում է. ուստի հենց դրա համար էլ ամեն ջանք գործադրելով ձեր հավատին ավելացրեք առաքինություն, առաքինությանը գիտություն, գիտությանը ժուժգալություն, ժուժգալությանը համբերություն, համբերությանը աստվածապաշտություն, աստվածապաշտությանը եղբայրասիրություն, եղբայրասիրությանը սեր։ Որովհետև եթե այս բաները ձեր մեջ լինեն եւ ավելանան, ձեզ ծույլ ու անպտուղ չեն թողնի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճանաչողության մեջ։ Այսինքն երբ դու լսում ես ճշմարտությունը, դու անպտուղ չես մնում, դու չես դադարում պտուղ տալուց։ Հենց նա է, որ կանչեց իր փառքի համար։ Հենց նա է, որ նշանակեց այս հանդիպումը։ Մեր այս հանդիպումը ստեղ բանդերան տեսում ռադիոյով, որով դուք լսում եք ինձ սոցիալական ցանցերում, Աստծո կատարյալ ծրագիրն է։ Նա կանչեց իր փառքի եւ առաքինության համար։ Եվ ահա նա պատգամում է ասել ցրվածներին ամենուր եք, տեսեք հա, հենց ես եմ ձեզ ընտրել։ Նա պատգամում է ասել աշխարհի 4 ծագերին, քանի որ այս հաղորդումը թարգմանվելու է նաև այլ լեզուներով։ Նա ասում է, հենց ես եմ քեզ ընտրել, հենց ես եմ ողորմություն ցուցաբերել, հենց ես եմ քեզ սիրել, հենց ես եմ քեզ արդարացրել, հենց ես եմ քեզ ազատել դատապարտությունից։ Այլևս ոչ մի դատապարտություն չկա։ Ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են, որովհետև մահվան ոգին հեռացվել է մեզ կյանքից, կյանքի ոգին մեր մեջ է։ Ինչ է կյանքի ոգին։ Սուրբ Հոգին Տեր Հիսուս Քրիստոսը ընդունիր այս խոսքը։ Ընդունիր, որ կանխագիտությունը, որը որոշել է ամեն ինչ, Աստծո կանխատեսումն է։ Դու այդպես եմի։ Սենց ասած պայլան։ Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ հետ անցկացրին այս կես ժամը։ Աստծո հուսով եմ, որ ինչ-որ շատ կարևոր բան է դրսևորվում քո կյանքում։ Դու Աստծո ընտրյալն ես ըստ նրա կանխագիտության, Տիրոջ որոշման եւ գերիշխանության։ Եվ ասում եմ քեզ, Աստծո հրեշտակները պահպանում են քեզ։ Ուր էլ որ գնաս, հրեշտակներ կան, որ պահպանում են քեզ։ Ոչ մի պատրաստված զենք չի կարող հաղթել քո կյանքին։ Դժողքի ոչ մի հնարք կամ ռազմավարություն չի կարող գերակայել քո կյանքին։ Դու ավելին ես, քան հաղթողը,
Նա, ով քո մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով այս աշխարհում է։ Սիրալիր գրկախառնություն բոլորիք։ Շնորհ եւ խաղաղություն Հիսուսի անունով Առաքյալ Միգել Անջելո։ Շնորհ եւ խաղաղություն